կանգնելուց։ Եթե մեկը հիվանդ է ու չգիտի ինչ հիվանդ է, դա շատ վտանգավոր է։ Գիտես ինչքան լավ է, որ երբ մարդ աչքերը բացում, առաջի հայացքը ողջից։ Ծառան իր տիրոջ նման լինի։ Աստծո խոսքը խորում է, բայց անդորդ չէ, մաքուր է։ Նրանց օրինակները մեզ խրատի համար եղան։ Բարի առավոտ, բարի երկուշաբթի, սիրելի բարեկամներ, որքան հասկացա եղանակը մի փոքր ավելի է ցրտել առավոտ մինուս կարելի ասել 1-2 աստիճան էր, ցուրտ է շատ, բայց մեր սրտերը ջերմ է, կապ չունի դուրսը ցուրտ է թե ինչ եղանակ է, կարևորը մեր սրտերը ջերմ լինի եւ ավելի ջերմացավ, երբ որ մեր վարազդատ եղբայրը այսօր եկավ մեզ մոտ, մեր տաղավար եւ մենք միասին ենք, վարազդատ եղբայր շնորհակալ եմ, նա El Bethel եկեղեցու հովիվն է, ինչ լավ անուն է, շատ եմ սիրում, El Bethel, այդ ով է ձեզ ասել այդ անունը, որ դնեք, որտեղից եք դուք գտեք Պապան ասել, ճիշտ արել, վարազդատի ջան շատ շնորհակալ եմ եղբայրս, որ ընդունեցիր հրավերս եկար, վաղուց չէինք հանդիպել եւ այսօր նորից միասին ենք եւ կխնդրեմ մեզ սիրելիներին, որ անպայման կիսվեն այս եթերը, չէ՞, կիսվեն, չէ՞։ Այո, կիսվեք, որովհետեւ այս եթերը ոչ միայն ձեր կյանքն է փոխելու, ազդեցություն է թողելու ձեր կյանքի վրա, այլ մենք հավատում ենք մինչև եթերը աղոթում ենք ու հավատում ենք, որ այս եթերը շատ-շատերի հազարավոր մարդկանց կյանքեր է փոխելու։ Դրա համար կիսվեք, ոչ միայն դուք լսեք, այլ տարածեք Աստծո խոսքը, թող շատ մարդիկ լսեն։ Ամեն։ Աստծո խոսքը։ Շատ տարօրինակ կարելի ասել վերնագիր այսօրվա թեման։ Կյանքիդ գրիչը ինչ որ բաներ առողջվածային հասկանալ ինչ որ գրիչ գրել կյանքի մասին բան եւ բայց ես հավատում եմ որովհետեւ միջև եթերը մի փոքր վարազդատ եղբայրը ներկայացեց ինչի մասին է խոսքը եւ շատ կարեւոր թեմա է սա, սերի քուրեր եղբայրներ ինչ կուզեմ որ դու ասես ինչ գրիչի մասին է խոսքը, ինչ պետք է գրվի, ինչ պետք է արվի։ Ես գիտեմ մարդիկ կան, որ գիտես բան են անում, իրենց կյանքի ամեն օրվա իրադարձությունները գրում են եւ մեծ հաստ տետրեր ունեն։ Այդտենց սովորույթ ունեն, հա։ Լավ սովորույթ է, բայց այսօրվա խոսքը որ խոսելու եմ, ավելի շատ կապված է կյանքիդ գրիչը Աստծուն տալու մասին, իհարկե մի քիչ հեռվից կգանք, մի քանի տարբեր կողմերից կմոտենանք, այսօր ավելի պատկերավոր է լինելու խոսքը, ուզում եմ պատկերների միջոցով խոսեմ, որտեվ երբեմն Աստված էլ է պատկերների միջոցով խոսում։ Ու ես հավատում եմ, որ այսօրվա խոսքի հետևանքը լինելու է այն, որ ամեն Աստծո զավակ, ով կլսի ուղերձը, որոշում կկայացնի իր կյանքի գրիչը տա Աստծուն։ Սա ոչ թե նրա մասին է, որ մենք մեր կյանքը նվիրենք Աստծուն։ Ավրամ ջան, մենք մեր կյանքը նվիրում ենք Աստծուն, բայց քանի որ մենք կենդանի զոհ ենք, մենք կարող ենք Աստծուց հետ վերցնել մեր կյանքի գրիչը։ Ու որոշենք մենք գրենք, ու մենք կնայենք Աստվածաշնչյան որոշ հերոսների, ովքեր իրանց կյանքի գրիչը տվեցին Աստծուն, հետո հետ վերցրեցին, սկսեցին իրան գրել ու այդքան էլ լավ բաներ չգրվեց։ Ու վերջում հետ տվեցին Աստծուն կամ Հիսուսին իրանց կյանքի գրիչը, ասեցին Տեր դու գրի մեր կյանքը, մենք քեզ ենք վստահում։ Այսինքն ստեղ համահավասար մի բառ կա կարելի է դնել կողքետ իմաստի կյանքիս ճանապարհային քարտեզը կամ պատմությունը կյանքիս։ Ինչու՞ բերի։ Չէ, երբեմն մենք էլ պետք է ժամանակ առ ժամանակ ետ նայենք եւ մի հատ հասկանանք մեր կյանքի պատմությունը տրամաբանական շարժ կա թե չկա թե ինչ որ
քաոսային sense անհասկանալի կյանքի տեսակը ես ընդհանրապես կան հետաքրքիր այդպիսի երևույթներ մարդիկ որոնց կյանքը քաոսային է իրանք էլ չեն հասկանում կարգ ու կանոն տրամաբանական ավարտ հա առաջընթաց բայց Աստծո հետ ինքը շատ այսպես ասած ներդաշնակ ու գեղեցիկ կյանքի մի պատմություններ կարող է լինեն չեն բացառվում բայց դերնագրում եմ կյանքը այսինքն կամ ես կյանքի իրավիճակների գետի մեջ լողում եմ ոնց գնաց իմ կյանքը ձերքը փրփուրներին գցելով հա կամ ես ասում եմ Տեր դու գրի իմ կյանքը ես վստահում եմ իմ կյանքի գրիչը քեզ բայց իհարկե կգանք մի փոքր ավելի սկզբից ու կհասկանանք թե ինչն է պատճառը որ երբեմն մենք հետ ենք վերցնում մեր կյանքի գրիչը շատ լավ դե այդ դեպքում եղբայրս մի երգ եմ պատրաստել իդեպ ասեմ որ այս երգը շատ համահունչ է այսօրվա խոսքին իմաստը սա է քանի որ դու կաս ուրեմն ամեն ինչ եւ իմ խնդրանքը հենց դա է ոչ խնդրում եմ քեզնից այս կամ այն բաները միայն խնդրում եմ որ քանի որ դու կաս ինձ համար դա է կարևորը ինչ որ նմանություն կա չէ եկեք ամբողջենք հետո նորից կմիանանք եւ կշարունակենք մեր եթերը իսկ այս ընթացքում դու կարող ես թե աղոթել թե մի մատի հպումով կիսվել այս եթերը քո ընկերների հետ Եղիրի մամենը հավիտյան Եղիր սրտի սերը հավիտյան Եղիր կյանքիս լույսը հավիտյան Քանի որ դու կաս Քանի որ դու կաս Եղիր իմ ամենը հավիտյան Եղիր սրտի սերը հավիտյան Եղիր կյանքիս լույսը հավիտյան Քանի որ դու կաս Քանի որ դու կաս Ոչ նրա համար Որ ինձ կբժշկես Ոչ նրա համար Որ ինձ դու կասատես Ոչ նրա համար Որ ինձ ավերջ կորնես Այլ քանի որ դու կաս Այլ քանի որ դու կաս Ոչ նրա համար Որ ինձ բժշկես Ոչ նրա համար Որ ինձ դու կասատես Ոչ նրա համար Որ ինձ ավերջ կորնես Այլ քանի որ դու կաս Այլ քանի որ դու կաս Եղիր իմ բաժինը հավիտյան Եղիր ճանապարհս հավիտյան Եղիր իմ Աստվածը հավիտյան Քանի որ դու կաս Քանի որ դու կաս Եղիր իմ բաժինը հավիտյան Եղիր ճանապարհս հավիտյան Եղիր իմ Աստվածը հավիտյան Քանի որ դու կաս Քանի որ դու կաս Ուզում եմ Տեր լինել Սրտիդ այդքան մոտիկ Քեզ երկրպագել Ինչպես արժանես դու Ուզում եմ ես ապրել Ապրել Տեր քեզ համար Այնպես ինչպես կուզել
Այքանի որ դու կար Ոչ նրա համար Որ ինձ կպժշկես Ոչ նրա համար Որ ինձ ազատագրես Ոչ նրա համար Որ ինձ անվերջ օրհնես Այքանի որ դու կար Այքանի որ դու կար Այքանի որ դու կար Այքանի որ դու կար Քանի որ դու կար Վաու Շատ եմ սիրում այս երգը Շատ եմ սիրում այս երգը Մոտիվացնում է Պարտիրոջը Եվ երբեմն էլ մեզ ստիպում է որ ապաշխարենք Այն իմաստով որ Դե ինչքան պիտի խնդրենք Տիրոջից այս կամ այն բանը առավել եւս կարիք կա նրան խնդրելու որտեղ Պողոսն էլ ասում է այս խոսքը ասում է եւ Աստված վարձահատույց է լինում բոլոր նրանց ովքեր խնդրում են նրան ովքեր փնտրում են նրան ոչ թե խնդրում են նրանից այլ նրան այս երգը հենց այդպես է մոտիվացնում ես Վարազդատ եղբայր շնորհակալ եմ կրկին անգամ եւ սիրով լսում ենք քեզ Ես եմ շնորհակալ Աբրահամ ջան, Տեր օրհնի կարոտել է ձեր տաղավարը, հաղորդումը։ Իդեպ ասում որ շատ մոտիկ է ապրում։ Հա, ընդհանրապես մի քանի հատուկ տունը մոտիկ է մարը, որ ոտքով գա։ Դա հատուկ դա էլ է Տիրոջը ձեռագիրը, հա։ Այո։ Ես չէի մտածում, որ երրորդ մասի տարածքում կապրեմ, ես աչափնակից եմ։ Թումոյի թաղամասից եմ։ Այնտեղ ամեն ինչ իմնա ծառ, քար, գարեր, բայց եկա երրորդ մաս։ Եթե թույլ տաս կարճ աղոթենք անպայման սիրով ու անցնենք խոսքի ես միշտ անդիմադրել եմ աղոթքի համար Թանկագին Հայր շնորհակալ ենք քեզ այս առավոտվա համար Մեր թագավոր մենք շնորհակալ ենք քեզ որ դու մեզ փրկեցիր որդիներ դարձրեցիր որդեգրեցիր քո գենը տվեցիր ու մեզ Ոչ թե ստրուկներ սարքեցիր, այլ որդիներ, որ սիրով ծառայում ենք քեզ։ Շնորհակալություն, որ ունենք հնարավորություն քո խոսքով կիսվել քո ժողովրդի հետ։ Ես աղոթում եմ իմ քույրերի, եղբայրների համար ամեն մեկի կյանքի համար Տեր։ Ամեն մեկի մտքի, ամեն մեկի սրտի համար, որ կարողանան ընդունել Տեր։ Բացիր իմ քույրերի, եղբայրների սրտի աչքերը Տեր, որ կարողանան տեսնել ու ընդունել Այն խոսքը, որ ուզում ես փոխանցես ամեն մեկին իրանց կյանքերը փոխելու Տեր։ Ես աղոթում եմ, որ այս խոսքի միջոցով ամեն մեկի կյանքում ծնվի որոշում իր կյանքի գրիչը տա քո ձեռքերի մեջ Տեր։ Ես աղոթում եմ, որ այս խոսքի միջոցով ամեն սխալ պատկերացում քո սիրող հոր նկատմամբ վերածվի իրական պատկերացման։ Ես աղոթում եմ, որ ամեն չներում որ ունեն իմ քույրերն ու եղբայրներ իրանց սրտում, որ իրանց կապում է ու չի թողում, որ գնան առաջ, այսօր արձակվի ներման հոգու, ներման շնորհքի միջոցով։ Ես աղոթում եմ, որ ամեն վերք, որ իմ քույրերն ու եղբայրները ունեն իրանց կյանքի մեջ, որ չի թողում, որ իրանք գնան առաջ, որ դռները բացել թշնամու համար, այսօր դու բժշկես Տեր։ Ամեն։ Մենք կարիք ունենք, որ քո վերքերից հոսի բժշկություն մեր վերքերի վրա։ Մենք կարիք ունենք կենտրոնանալու քո վերքերի վրա, խաչի վրա Տեր։ Մենք ասում ենք այո, մենք պատրաստ ենք ընդունել այն խոսքը, որը որ դու արձակում ես մեր կյանքերի մեջ, Տեր Հիսուսի փառավոր ու զորավոր անունով։ Ամեն։ Հալքեստ։ Հալելույա Տեր։ Նենց հավես Աստծո ներկայություն կա, նենց քաղցր Աստծո ներկայություն կա։ Ես հավատում եմ, սիրելիներս, որ երբ որ դուք ականջ տնեք, ձեր սիրտը բացեք Աստծո խոսքի համար, ցանկացած մեկի կողմից ով խոսում Աստծո խոսքը կամ կարդալու ընթացքում դուք օրհնվելու եք։ Դուք չեք կարող հպվեք Աստծո խոսքի հետ ու չօրհնվեք։ Միակ բանը, որ դուք կարող Աստծո խոսքի հետ
Աստծո խոսքը լսեք ու չորհնվեք, սա է, որ դուք ձեր ականջները փակեք խոսքից։ Այսինքն դու եկեղեցում ես ոչ թե խոսքը լսելու փոխվելու համար, դու նայում ես հաղորդումը ոչ թե խոսքը լսելու ու փոխվելու համար, այլ ուղղակի։ Դրա համար, եթե ժամանակ եք տրամադրել լսելու, բացեք ձեր սիրտը, բացեք ձեր ականջները, լսելով լսեք։ Չէ, Հիսուս ասում է լսելով լսեք։ Ու խոսքը, որը որ ծնված է Աստծուց կփոխի ձեր կյանքը։ Ես այսօր մի փոքր հերվից կգամ ու նախ ուզում եմ խոսել հոր մասին, Աստծու մասին որպես հայր։ Աստծո խոսքը մեզ ցույց է տալիս, որ հավատացյալի համար Աստծո զավակի վերստին ծնվածի համար Աստված հայր է։ Բայց մենք ամեն մեկս ունենք մեր պատկերացումը Աբրահամ ջան, երբ որ ասում ենք հայր։ Ու ամեն մեկս երբեմն հայր ասելով համեմատական ենք տանում մեր հոր հետ ու կամ մի քանի պատկեր հոր, հա, մի քանի մոդել։ Ես այսօր շատ չեմ խոսի մոդելներից, ես խոսեմ ընդամենը 4 մոդելից, 6-ը կա, 7-ը կա, նայած ով ինչպես է սովորացնում, ես 4 մոդելից կխոսեմ։ Ու պատճառը, որ մենք երբեմն Աստծուն մոտ չենք թողում, լինելով իր սեփականությունը, լինելով իր զավակը, բայց երբեմն չենք բացվում ամբողջությամբ, չենք վստահում Աստծուն, մեր կյանքը չենք վստահում Աստծուն։ Շատ Աստծու զավակներ իրանց համար ունեն գրած ապագա։ Սպիտակ ձիով էր առաջ, հիմա սպիտակ նիվայով է, հիմա արդեն դարել է սպիտակ տեսլայով ասպետը, հա։ Ու մենք ունենք մեր համար գրած ապագա, որը որ երբեմն չենք ուզում տանք Աստծուն։ Հակառակ ուզում ենք Աստված ներկա լինի մեր գրած ապագայի մեջ։ Ու անի այն ինչ որ ես եմ ուզում։ Այստեղ մի տարբերություն կա, կամ ինքն է Տերը, կամ հələ ես եմ Տերը։ Եթե ես եմ Տերը, ես ասում եմ, ինքը անում է։ Շատերի մոտ մի հատ ինչ որ ճտիկ ուրիշ ձև է ճտում։ Եթե ինքն է Տերը, ինքն է ասում, ես եմ անում։ Իրականում ինքն է Տերը, բայց չգիտես ինչի շատերը ասում են, ես ասեմ դու արա։ Ինչն է պատճառը, որն է սրա խնդիրը Աբրահամ ջան։ Մենք ամեն մեկս ունենք հոր համար պատկերացում, երբ որ Աստծո խոսքը ասում է Աստված հայր է, Աստված սիրող հայր է, մենք համեմատական ենք տանում։ Կամ մի քանի մոդել հոր։ Նու վերցնենք 4 մոդել։ Առաջինը խիստ հայր։ Բարկացկոտ։ Ջղայն, պատժող։ Ամեն սխալի համար, ամեն անկարգության համար իր երեխուն պատժող, նվաստացնող, անկյուն կանգնացնող։ Ես չափի մեջ չեմ խոսում, չափի մեջ պատժող։ Ես խոսում եմ չափի խրատող հայր, ավելի խրատող չեմ ասում, հակառակը, վատ տեսակն եմ ասում, պատժող հայր։ Ու եթե ես ունեցել եմ այսպիսի հայր, խրատը լավն է։ Ես ունեցել եմ հայր, ով ոչ թե ինձ խրատում է, որ ես փոխվեմ, այլ պատժում է իմ սխալների համար։ Ով կենտրոնացած է, որ սխալ անեմ գոռա պատժի, երբ որ ես իմ հորից միայն գոռոց եմ լսել, սեր չեմ տեսել, երկրային հոր մասին է խոսքը։ Երբ որ ես լսում եմ, որ Աստված հայր է ու սիրող հայր, ես սերը տենց եմ պատկերացնում։ Ու ես այս դեպքում Աստծուն մոտ այսինքն համեմատում ես երկրային հայրերի հետ։ Այո, չնայած որ Աստծո խոսքը ասում է, որ Աստված ավելի լավն է, քան մեր երկրային հայրերը, ասում է դուք որ ավելի չար լինելով, այսինքն Աստված ավելի բարի է։ Թեև քո հայրը մայրը քեզ լքեն, ես չեմ լքի։ Երկրորդ օրինակը, մոդելը, սա բացակահոր մոդելն է։ Առաջինը խիստ, պատժող, ջղայն, երկրորդը բացակա։ Ես ծնվել եմ, հայրս չկա։ Ես հայր չեմ տեսել։ Ստեղ առաջի տարբերակը ես որբություն չունեմ, բայց ես ունեմ պատժող հայր։ Երկրորդ տարբերակը սա որբությունն է, ես չեմ տեսել հայր։ Ես հոր սեր չեմ տեսել, կամ բացակա տեսակը ինքը տունն է, բայց տունը չի։
Ինքը կա, բայց չկա։ Տեղում չի, տունը չի, տեղում չի։ Ինքը գալիս է տուն, մտնում է հեռախոսի մեջ, ու մենք իրան բացեր ենք տալի, գործի տեղը բացեր ենք տալի, գալիս է տուն, բաց։ Կորցնում ենք։ Կորցրած է, չկա։ Բացերյան շատերը սփյուռքահայերը չգիտեն, չէ՞, բացերյան ինչ է։ Ու միգուցե ես մտածում եմ, որ Աստված այդպեսին է, ինքը բացակայ է, ինքը իմ կյանքում չկա։ Երբ որ ես դժվարությունների մեջ եմ, ինքը չկա։ Երրորդը սա կրոնավոր մեկն է։ Կրոնավոր դու ես արա, ես ես կանեմ, դու դասերը սովորի, ես ես կանեմ, ես կանես, ես կանեմ, այսինքն մարդ, ով հաշվարկային, շուկայական փոխհարաբերություն ունի իր երեխեքի հետ, ու շատ հավատացյալներ այստեղ խնդիր են ունենում Աստծո հետ, իրանք մտածում են Աստված իրանց հետ այդ շուկայական հարաբերությունների մեջ է, քանի որ իրանք տեսել են իրանց հայրերից, ծնողներից ամենայն հարգանքով բոլորի ծնողների ու հայրերի նկատմամբ սիրելիներս մեր երկնային հայրը ավելին է, քան մեր երկրային ծնողները, իր սերը, իր հոգատարությունը, իր քաղցրությունը, իր բարությունը ավելին է, ու Աբրահամ ջան, այս տարբերակում շատ հավատացյալներ իրանք այդ շուկայական հարաբերությունների մեջ են մտնում, ես աղոթեմ, դու ինձ օրհնի, ես փառաբանեմ, դու ինձ լավ աչքով նայի, ես քեզ ընծատամ, դու ինձ օրհնություն, ես քեզ կով, հիշում ես հեթանոսական աստվածներին, դու ինձ անձրև, ու շատերը եւ իրանց կյանքը դասավորում են այս շուկայական փոխհարաբերությունների հիմքով։ Այսինքն ընդհանուր առմամբ դու սա ես ասում, որ եւ շատ կարեւոր բան ես ասում, որ մարդը կամ հոգեվորը երբեք պետքա Աստծուն չհամեմատի կամ այո, չհամեմատի երկրային հոր հետ։ Եվ շատ դեպքերում մենք դրա մեջ տանուլ ենք տալի։ Այո։ Մեր պատկերացումներով, նկարագրություններով ենք քայլում եւ սխալ, այսպես ասած, կարծիք ենք կազմում Աստծո մասին։ Նրան ճանաչելը պետք ուղղակիով։ Այո, մենք հորը ճանաչում ենք իր խոսքի միջոցով։ Մենք հորը ճանաչում ենք նոր ուխտի խոսքի կոնտեքստի միջոցով, դուք ասես բանին ուխտը, ինչի նոր ուխտի, որտև Աստված նույնն է, մարդը փոխվեց, խաչի վրա կատարած գործի հետևանքով մարդը դարձավ որդի, մենք հորը ճանաչում ենք նայելով Քրիստոսին, Քրիստոս ասում ով ինձ տեսավ, հորը տեսավ, ու չորրորդ տարբերակը սա Այն հայրն է, ով հետաքրքրված չի իր երեխեքով։ Ինքը ներկա է։ Բացի թողում, այսինքն ինքը բացակա տարբերակը չի, ինքը ներկա է, բայց հետաքրքրված չի։ Ինքը հոգ չի տանում, ինքը հետաքրքրված չի։ Այո, երեխեն ինչ կերավ, ինչ հագավ, ինքը հետաքրքրված չի։ Կա այդպիսի երևույթներ, այո։ Իհարկե կա, ու շատերս մտածում ենք, որ երկնային հայրը նույնպես էսպիսին է։ Ստեղծելա, թողելա տենց։ Այո, ստեղծելա, բրախելա, կներես այս բառիս համար, կարծում եմ հայկական բառը հայերեն, ու թողելա։ Ու այնտեղ ոնց ուզում եք ապրեք, ոնց ուզում եք գոյատևեք։ Ամեն ինչ տվել եմ ձեզ, բան եմ արել։ Գնացեք ինչ ուզում եք արեք, բայց Աստծո խոսքը այսպես չի ասում։ Աստծո խոսքը ասում է, որ Աստված մեզ հավիտենական սիրով է սիրում։ Աստծո խոսքը ասում է, որ Աստված մեզ առանց պայմանի սիրով է սիրում։ Տեսեք ինչպիսի սեր շնորհեց մեզ հայրը, որ նրա որդիները կոչվեն Առաքյալ Հովհաննես 7 գլուխ։ Աստված մեզ անվերապահելի սիրով է սիրում, անսահման ու առանց պայմանի։ Ու Աստծո սերը բացատրվել է, արդեն դրսևորվել է Տեր Հիսուս Քրիստոսին մեր համար տալով։ Ստեղ ամբողջ հարցը կայանում է նրանում, արդյոք ես ընդունել եմ, արդյոք ես հասկանում եմ Հոր սերը։ Ու մենք ունենք մի գեղեցիկ առակ, գիտես չէ, որ Աստվածաշունչը երբ որ գրվել է, վերնագրերով չի գրվել։ Վերնագրերը 16-րդ դարում մարդիկ են դրել։ Օրինակ Ղուկասը երբ որ գրել է իր ավետարանը, ինքը չի գրել անարակ որդու առակը, չէ։ Ինքը գրել է Ղուկասի ավետարան։
16-րդ դարում Իսպանիայի թագավորի հրամանով Աստվածաշունչը բաժանվեց գլուխների, հատվածների ու այդտեղ նոր գրվեց այդ բարբերությունը։ Դրա համար այն վերնագրերը Աստծո խոսք չի։ Օրինակ անառակ որդու առակը Աստծո խոսք չի։ Մենք կարանք ջնջենք, գրենք սիրող հոր առակը։ Ու երբ որ նայում ենք մենք սիրող հորը Ղուկաս 15-ում, մենք ինչ ենք տեսնում։ Հայրով տվեց, հայրով սիրեց, հայրով սպասեց, հայրով ընդունեց, հայրով դիմավորեց, ով վերականգնեց։ Ու ես ուզում եմ որպես սիրող հոր պատկեր այսօր մենք նայենք անառակ որդու հորը։ Ես բերել եմ իմ հետ մի պատկեր, որտեղ անառակ որդու հայրը ինքը գրկում է իր որդուն։ Ինքը իր մեղավոր որդուն ով հետ է գալիս գրկում է, ինքը ընդունում է ով վերականգնում է։ Ու ես չգիտեմ ինչպիսի հոր օրինակ ես դու ունեցել, բայց մեր երկրային հայրերը ու մեր երկնային հայրը իրարից տարբեր են։ Մեր երկնային հայրը սիրել գիտի, ընդունել գիտի, ներել գիտի։ Ինչի եմ ես սկսում հոր սիրուց, որովհետև եթե դու իրականում չհասկանաս Աստված ինչպիսին է, դու քո կյանքը չես վստահի Աստծուն։ Աստծո խոսքը ասում է Աստված Աբրահամին կանչեց ուր քաղաքից, ու Աբրահամը գնաց Աստծո հետևից, չգիտեր ուր է գնում։ Ինչի։ Ոնց կարելի է գնալ մեկի հետևից ում չես ճանաչում։ Աբրահամը ճանաչում էր Աստծուն։ Աբրահամը գիտեր ով է իրան կանչողը։ Այսօր իմ ուղերձն է ճանաչեք Աստծուն իր խոսքի միջոցով սիրելիներս։ Ճանաչեք Աստծուն իր հետ փոխհարաբերության միջոցով մենք ամեն օր ունենք ժամանակ Աստծո հետ հանդիպելու ու երբեմն մենք մեր աղոթքի կյանք այնքան ենք բարդացնում, մտնում ենք մեր աղոթքի սենյակ, ժամերով խոսում ենք ու տենց էլ Աստծո հետ չենք շփվում։ Բայց ես կարծում եմ ամենահաջողված աղոթքներից մեկը իմ կյանքի այն է եղել, երբ որ մտել եմ, ասել եմ Տեր եկել եմ արի։ Ու վերջ ինքը երբեմն աղոթքը այսպես է ասոցացվում մեր մեջ խնդրանք։ Եթե աղոթք գրում են խնդրանք, եթե չկա խնդրանք, այն ինչ աղոթք է, բայց արի ուտես որ խնդրանքը շատ փոքր տեղ պետք է կազմի մեր աղոթքի մեջ, շատ փոքր տեղ։ Այո։ Ինքը ունի տեղ, բայց դա շատ փոքր տեղ։ Եթե իմ երեխու ես 6 տարեկան տղա ունեմ, Սեմս, եթե Կստաց ինքն էլ է քարոզում, իր պրասմոտրները ավելի շատ են կանում, Facebook-ում քարոզում է։ Եթե Սեմի փոխհարաբերությունը իմ հետ մենակ լինի ես, պապին չես տալու ինձ, էդի մի քիչ սխալ փոխհարաբերություն։ Քանի տարեկան ասեմ, չէ, ճիշտ ես։ Մինչև 3 տարեկան, 4 տարեկան նորմալ է։ Այո, այո։ Արդեն 5-ից սկսում է պետք է սկսի ուրիշ։ Մինչև 3-4 հələ խաղում ես էլ, ասում է պապա արի խաղանք։ Ինքը մենակ չի ուզում։ Խաղում եք, թավալվում եք խոտերի մեջ։ Գզվում եք իրար հետ, հաճելի է։ Այո։ Հետո մի քիչ մեծանում էլ հետ։ Դախացել չի գզվում։ Բայց Սեմս էլ այդ տարիքում է։ Շատ լավ է։ Հիմա երկրորդ բանը, որ ինձ թույլ չի տալիս, որ իմ կյանքի գրիչը տամ Աստծուն, վստահեմ Աստծուն, առաջի բանը սա հորը չճանաչելն է կամ սխալ ճանաչելը։ Երկրորդ բանը սա այն վերքերն է, որ ես ունեցել եմ իմ կյանքի ժամանակ։ Ու մենք ամեն մեկս մեր կյանքի ընթացքում ունեցել ենք վերքեր, որոնց հարցերը երբ որ չենք լուծում, սա մեզ պահում առաջ գնալուց։ Մենք մտածում ենք դե լավ, կանցնի ժամանակի ընթացքում, ժամանակը ոչինչ չի բուժում։ Աշխարհը ասում է ժամանակը վերքերը բուժում է, դա մեծագույն սուտն է։ Վերքերը բուժում է Քրիստոսի արյունը։ Մեր վերքերը բուժում են Քրիստոսի վերքերը, ժամանակը ոչինչ չի բուժում։ Ես բերել եմ մի նկար, եթե նայեք, սա ծառ է։ Կոճղ, հա, ծառի կոճղ։ Կտրած ծառի կոճղ է, որը որ ինքը ունի գծեր, հա, եթե նկատում եք, ստեղ կան մուգ գծեր, ստեղ կան բաց գծեր, ու
քանի գիծ որ կա, այս ծառը այդքան տարեկան է։ Եթե մենք հաշվենք, սա մոտավորապես 45 տարեկան ծառ է, քանի գիծ որ կա, այս ծառը այդքան տարեկան է։ Ոստեղ կան մուգ գծեր, ոստեղ կան բաց գծեր։ Այն գծերը, որոնք որ մուգ գծեր են, այդ տարի շատ լավ տարի է եղել ծառի համար, առատ տարի է եղել, անձրև է եղել, ջուր է եղել, քամիները շատ չեն եղել, բայց այն գծերը, որոնք որ բաց գծեր են ու խորթուբորտ գծեր են, այս տարվա ընթացքում այս ծառը խնդիրներ է ունեցել, լուրջ խնդիրներ, միգուցե ջուր չի եղել, ինքը իր մասին պատմում է, ինքը այս ծառի կտրած հատվածը ինքը պատմում է իր մասին իր անցած կյանքը սկզբից մինչև վերջի տարին ամենաառողջ այս արչեվի կետն է այս ու այսքանը եթե նկատես ճիշտ է ավելի մուգ հետո այստեղ այս ընթացքում նայ խնդիր է ունեցել ինքը լուրջ բարդություններ է ունեցել այս ընթացքում բարդություններ է ունեցել ինչ եմ ուզում ասեմ սիրելիներս Մենք հաճախ նույնիսկ չենք կարողանում հետ գնանք, որպեսզի կպնենք այն խնդիրներին, նույնիսկ մենք ուշադիր չենք այն խնդիրների նկատմամբ, որոնք որ մեզ պահում են, որ մենք հաճենք, բայց Աստված որպես մեր արարիչ ու որպես մեր ճարտարապետ, Աստված կարող է իր մատով կպնի քո կյանքի ցանկացած կետի։ Այս ծառը մոտավորապես 45-50 տարեկան է։ Աստված կարելի մատը դնի այստեղ 12 տարեկանում, 8 տարեկանում, 4 տարեկանում, 30 տարեկանում, 35 տարեկանում, որտեղ որ դու խնդիր ես ունեցել, որտեղ որ դուռ է բացվել քո կյանքում թշնամու համար, որտեղ որ դու տրավմա ես ունեցել, քեզ վերք են պատճառել, վատ հիշողություն, որի հարցը դու չես լուծելու, Աստված այսօր կարա լուծի այդ հիշողության հարցը, այսօր Աստված կարա լուծի այդ վերքի հարցը, այսօր Աստված կարա փակի այդ դուռը, եթե դու թույլ տաս։ Ու շատ հաճախ մեր կյանքի այս խնդիրները, այս վերքերը, որոնք որ մենք ունեցել ենք, մեզ թույլ չեն տալիս, որ մենք առաջ գնանք։ Մեզ թույլ չեն տալիս, որ մենք քայլ անենք, մենք գնում ենք առաջ, թե ծառայության մեջ, թե կարիերայի, թե մարդկանց հետ փոխհարաբերության, բայց այն խնդիրներն ու վերքերը, որ մենք ունեցել ենք, քանդում են ամեն բան, ու կա միած սահման, որ մեզ չեն թողում, որ մենք այդ սահմանից անցնենք։ Այսօր ժամանակն է, որ ամեն Աստծո զավակ հետ գնա իր կյանքի մեջ այն խնդիրների, այն դռների, որ բացվել են, միգուցե ինչ-որ մեկ իր սրտում չներում ունի, միգուցե ինչ-որ մեկը մերժվածություն ունի իր սրտում, միգուցե ինչ-որ մեկը իր հորից կամ մորից ինչ-որ բան է տեսել, որ հավիտենական խորը հետ կա թողել իր մեջ, ինքը մտածում է, դե ինքը այսպիսին է։ Մենք հաճախ մեզ կապում ենք մեր հին խնդիրների հետ ու մենք մտածում ենք մենք այսպիսին ենք, երբ որ այդ խնդիրը անցնում է, երբ որ Աստված ազատագրում է մեզ, մենք հասկանում ենք, մենք հեճել այդպիսին չենք էլ Աբրահամ ջան։ Այս նմանը գիտեք ինչի, երբ որ փիղը փոքր է լինում, Հնդկաստանում այդ կողմերում ինչ են անում, իր ոտքից մի հատ օղակ են կապում ու շղթավ կապում են փայտին։ Ու այդ փիղը ինքը իր տարածությունը, շարժման մտածում է, այսքանն է։ Այս 20 մետրն է, դրանից այն կողմ հենց գնում է այդ շղթան, այդ ոտի օղակին խփում է, ցավում է, ինքը առաջ չի գնում, անցնում է տարիներ, շղթան հանում են, ոտի օղակը մնում է իր ոտքին, ու փիղը երբեք տեղից առաջ չի գնում, որտեվ կա շղթա կապած։ Ու շատ հավատացյալներ այս խնդիրների պատճառով իրանք կապում են, որտեվ իրանք այս հարցը չեն լուծում, մտածում են դե լավ ժամանակը անցել է կանցնի։ Բայց ժամանակը, եթե մենք մեր խնդիրները չենք բերում խաչի մոտ, ժամանակը չի լուծում ոչ մի հարց։ Ու շատերս մենք մեզ կապում ենք այսպիսի պարանով։ Մենք չներման պատճառով մեզ կապում ենք մեր կողքինի հետ։ Հիմա պատկերացրեք, ես կկապես թևից հետ։ Հա, ոչ մեկ քեզ չի կապել, չէ՞ այսքան ժամանակ։ Չէ, առաջինը ես եմ։ Բայց թող երկար չմնա, էլի։ Չէ, երկար չի մնա։
Հələ նայած ոնց է որ Արդեն սկսում եմ դիսկոմֆորտ Արդեն ինչ-որ բան, արդեն վախում ես, չէ՞, ինչ-որ բան դիսկոմֆորտ Կարգապ չեմ գցում որ գցեմ Ես վստահում եմ իմ եղբոր ինքը բարի է նկատմամբ չի թողի որ հələ կապենք տենանք ինչ է Հեսա կերել իմ նկատմամբ Հին պատկերացրեք ես պահել եմ Աբրահամին ինքը ինձ վնասել է ինքը ինձ ինչ-որ բան է արել գիտակցաբար թե անգիտակցաբար կապ չունի ու ես չեմ ներում իրան ես պահել եմ իրան այստեղ իմ կյանքի մի տարիքում ինչ-որ բան է եղել ու ես պահել եմ իրան ես կապած եմ պահում ամեն անգամ երբ որ ես լսում եմ իր մասին ես կապած եմ պահում ու ինձ թվում է ես եմ իրան կապած պահում բայց իրականում ես եմ կապված Ես եմ քեզ կապել իրականում ես եմ կապված ու երբ որ ես ուզում եմ քայլ անեմ միտեղ գնամ այս ինձ խանգարում է ես չեմ կարա սրանից ավելին գնամ նայեք ուզում եմ սենց անեմ ես չեմ կարա հեռու գնամ ժողովուրդ ինքը ինձ պահում է ու մեր կյանքում հաճախ այս պարանները որ մենք մարդկանց կապած ենք պահում մեզ թույլ չի տալիս որ մենք աճենք հոգևորի մեջ մեզ թույլ չի տալիս որ մեր ծառայությունը աճի մենք առաջ գնանք մեր կարիերան աճի մենք ասում ենք բա ինչի է միշտ գնում եմ ռեզինի պես ինչ որ բան հետա պահում գնում եմ ռեզինի պես հետա պահում կապած մեկին ունես ով թույլ չի տալիս որ առաջ գնաս այսօր լավ ժամանակ է որ մենք բաց թողենք այս կապերը Այսօր լավ ժամանակ է, եթե կա մեկը, որ դեռ սրտումդ իրան բաց չես թողել, իրան չես ներել, սա քո շահերից է բխում, սա իմ շահերից է բխում, որ ներեմ։ Ներել չի նշանակում համաձայնվեմ, որ ինքը ճիշտ է։ Ներել նշանակում է արձակեմ։ Տես, արձակում եմ ես քեզ։ Շնորհակալ եմ եղբայր։ Ու ես եմ արձակում։ Որտեղ իրականում իր երկու ձեռքն է կապված, ինքը իրան չի կարող արձակի։ Ու ես իմ տանը նստած արձակում եմ, ասում եմ, ես արձակում եմ իրան։ Ես արձակում եմ։ Ես չեմ ուզում ինքը իմ սրտի հետ կապված լինի, որտեղ սա ինձ է խանգարում։ Սա ինձ չի թողում առաջ գնալ։ Սա ինձ չի թողում շարժվեմ, սա ռեզինի պես ինձ հետ է քաշում։ Չգիտեմ ում կյանքում է այսպիսի բան եղել, երբ որ գնում ես, չոր սահման կա դրանից ենկոմ չես կարող անցնես։ Այս վերջերս աղոթում էի Աստված Հայաստանի համար մի քանի բան ցույց տվեց Աբրահամ ջան, ասաց որ մեծ երիտասարդական արդյունություն ալեն։ Ինքը պատրաստվում է շատ հազարավոր երիտասարդներ փրկի։ Ես աղոթում եմ, մտածում եմ, Տեր, որտեղ ես ուզում ինձ օգտագործես, որտեղ ես ուզում մեր եկեղեցին օգտագործես։ Ու ես հասկացա, որ կա մի քանի բան, որ պիտի անեմ։ Շնորհակալ։ Կա մի քանի բան, որ պիտի անեմ։ Ու ես սկսեցի իմ սիրտը ազատեմ։ Բոլորս ու երբեմն մենք մտածում ենք, վայ, մեր սիրտը ազատ է, այնտեղ մարդ չկա։ Բայց երբ որ մի քիչ ավելի խոր նստեմ, տեսնում ես մի քանի հոգի կա, որ պարանով կապած պահում ես։ Ու սկսեցի ազատել եմ սիրտը։ Հետո Աստված ասեց՝ գնա հաշտվի աղբերներիդ հետ։ Գնա խոսա, հաշտվի, նստի, մի կտոր հաց կեր, մի հատ սուրճ խմի։ Ես հավատում եմ, որ ժամանակ է գալու, երբ որ Հայաստանի եկեղեցին Քրիստոսի մարմինը Հայաստանում լինելու է հաշտ։ Անկախ նրանից դու ինչպես ես սովորացնում, ես ինչպես եմ սովորացնում։ Միգուցե դու ինպես չես սովորացնում, Աբրահամ ջան, բայց այդ չի նշանակում, որ դու վատն ես։ Որտեղ կամ իմ եղբայրը չես։ Կամ իմ եղբայրը չես, ժողովուրդ, մենք ունենք բոլորս պատկերացրեք, սա մեր նպատակն է։ Որպես քարոզիչ ես ու դու, որպես քարոզիչ ունենք նպատակ, որ եկեղեցին լինի սուրբ։ Իհարկե մենք հասկանում ենք, որ փրկությունը նպատակ չի, փրկությունը միջոց է, նպատակը կառուցել Աստծո արքայությունը։ Այսինքն փրկությունը վերջը չի, սկիզբն է։ Շատերը մտածում են փրկությունը վերջն է։ Այ, միայն փրկվենք, ժողովուրդ, արդեն փրկված եք, փրկությունը սկիզբն է, հիմա ինչ ենք անում։ Ու երբ որ մարդուն ասում ես, դու փրկված ես, նորմալ ամեն ինչ, շարունակի ինքը իր մոտիվացիան կորցնում է, նպատակը կորցնում է, ինքը մի հատ նպատակ ուներ, փրկվեր, հիմա հասել է իր նպատակին, ինքը չգիտի էլ ինչ անի։ Այ քույրս, այ աղբերս, լիքը մարդ կա, որ փրկված չի,
լիքը գործ կանելու, արքայությունը կառուցելու, բայց այս ամեն ինչը մի կողմ դրած, սա սրբությունն է։ Ու մենք ուզում ենք հասնենք, որ եկեղեցին լինի սուրբ, մաքուր, անարատ Քրիստոսի առաջ կանգնի։ Հիմա դու ունես քո մոտեցումը, ես ունեմ իմ մոտեցումը։ Քո մոտեցումը է սա, որ ժողովուրդ, այս օրինակ եմ բերում, սիրելն ես, օրինակ եմ բերում, Աբրահամ աղբերս նենց աղբերա, որ իրա վրա կարամ օրինակ բերեմ։ Սա իրականություն չի, ես օրինակ եմ բերում։ Համ կապեցիր, համ սա օրինակները իմ վրա ես բերում, քո կյանքն էլ տենց է դասավորում։ Գիտես, ինձ որ կանչում ես մի բան լինում է։ Լավ բան է։ Օրինակ եմ բերում։ Աբրահամը քարոզում է սենց, այս բաները արեք, այս բաները մի արեք։ Ինքը տենց է պատկերացնում սրբությունը։ Այ եկեղեցուն որտեղ որ Աբրահամը քարոզում է, մարդիկ այս բաները անում են, այս բաները չեն անում։ Ու հայտնվում է մի հատ ուրիշ եղբայր, ով տենց չի քարոզում։ Ահա, ասում են ինքը սխալ է։ Հիմա ես մտածում եմ սենց, ոչ թե մարդկանց ասեմ սա արեք, սա մի արեք, այլ մարդկանց սովորացնեմ ով են իրանք Քրիստոսում։ Երբ որ դու մարդուն սովորացնում ես, իր նույնականացումը Քրիստոսի հետ է։ Ես ասում եմ, բնականաբար փոխվում է կյանքիդ ոճը գործել։ Այսինքն դու ում հետ ես քեզ նույնականացնում, քո հին բնույթի, ով քո հորից մորից ծնված է, թե Աստծուց ծնված քո բնույթը, Աստծո խոսքը ինչ ասում, նա ով ծնված Աստծուց մեղ չի գործում։ Այսինքն երբ որ ես սովորացնում եմ ժողովրդին, որ դուք Աստծուց եք ծնված, ձեզ նույնականացրեք, ձեր իդենտիֆիկացիան թող լինի նոր արարածի հետ, Քրիստոսի հետ, ոչ թե քո հին բնույթի հետ, մարդը երբ որ իրան նույնականացում է իր հին բնույթի հետ, ինքը մեղավոր ապրում։ Երբ որ իրան նույնականացում է նոր արարածի հետ, ինքը դադարում է մեղ գործել։ Դու արդար ես, դու սուրբ ես, դու Քրիստոսի պես ես, ինչպես նա էր երկրի վրա, այդպես էլ մենք ենք։ Հիմա երկուսս հասանք նույն նպատակին։ Սուրբ է եկեղեցին, սուրբ է։ Հարցը ճիշտ ու սխալն է։ Ինչի ես քեզ ասեմ սխալ։ Դու էլ ես տանում սրբության, ես էլ եմ տանում սրբության։ Ես հավատում եմ, որ կգա ժամանակ, երբ որ Քրիստոսի մարմինը Հայաստանում, Քրիստոսի եկեղեցին միաբան իրար սիրելով կգնա առաջ կառուցելու։ Առանց անկախ նրանից դու սենց ես, ես սենց եմ, դու ինպես չես քարոզում, ուրեմն դու ճիշտ չես քարոզում։ Ու մենք ունենալու ենք այդ ժամանակը։ Ամեն։ Չես հավատում։ Հավատում։ Ես հավատում։ Հա, հավատում։ Դե թխիտո գա։ Հավատում։ Գիտես, մի բան, եթե դու տաս մի փոքրիկ դիտարկում անենք եւ շարունակենք առաջ։ Դու երկու տարբեր օրինակ բերեցին, մարդ, որը քարոզում ասում է, այսպես արա, այնպես մի արա, այսպես արա, այնպես մի արա, մեկն էլ ասում է, այդպես չի։ Այլ այսպես է։ Դու ճանաչի Քրիստոսին, Աստծուն, նմանվի նրան, քեզ ճանաչի այդ ծնունդդ, որ վերստին ծնունդ ես ունեցել, որը փոփոխություն բերի, պետքա բերի քո կյանքիդ մեջ, եւ դու բնականորեն օրգանիկ ձևով հրաժարվում ես մեղքից, ես կասեի, որ դրանք շատ տարբեր քարոզներ են, բայց մարդկանց տեսակներ կան, որ դա չեն կարող ընկալեն, նրանց պետքա ասես դու այսպես արա, որ լավ լինի, այնպես մի արա։ Սա կոչվում է բարոյախրատական քարոզներ, հա? Ինչ որ ձևով զսպիչ ուժ է դառնում, դա էլ իր, այսպես ասած, ցածր մակարդակի բայց իր գործը անում է։ Իր գործը անում է, միանշան, որտեղ մարդիկ կան, որ այդպես են իրանք ընկալում, կարելի ասել քրիստոնեական կյանքը։ Հիմա դե արդեն դա ինչպես է այդպես լինում, դա արդեն բարդ բանա, դրա մասին չենք խոսում։ Կյանքի ուղերձի մասին։ Ես չեմ խոսում այն մասին, որ այն մարդիկ, ովքեր սովորացնում են սենց արա, սենց մի արա, իրանք երբեք չեն սովորացնում ով ես դու Քրիստոսում։ Կամ երբ որ ես սովորացնում եմ ով ես դու Քրիստոսում, ես երբեք չեմ սովորացնում ես արա, ես մի արա։ Իհարկե սովորացնում եմ։ Մենք ունենք ծառայություններ, որտեղ մենք խոսում ենք դիսցիպլինա եւ սովորացնում ենք SS։ Հանդիմանությունը ամեն դեպքում պետք է։ Այո, իհարկե։ Բայց կամ մի հատ բայց, երբ որ եկեղեցում 100 եղբորից մի հոգի ծխում է, ես ամբողջ եկեղեցին չեմ մտցնում, ով դուք մեղավորներ, դուք ծխում եք գնաք դժոխք։ Ես այդ մի հոգուն կանչում հանդիմանում եմ։ Չգիտենք էլի ինչի ծխելուց խոսացինք,
որ ասում ուրիշ բան ուրիշ հերոսի չէ։ Հիմա հասկանում ես, չէ՞, կա երբ որ եկեղեցին է սխալ գնում, դու բեմից ես խոսում, բայց կա երբեմն երբ որ մի հոգու պատճառով դու ամբողջ եկեղեցին մտցնում ես այդ բանի տակ։ Երեգնաձորում մի օր խոսում էի երիտասարդական հավաքույթ ունենք ու երկու տատի իրանց թորնիկներն են բերել պատաններին ու մնացել են ու խոսում էի մեղքից պորնոգրաֆիա մեղքից ասում էի դա մեղք է դադարեք եթե հիմա անում եք ու ազատագրության ծառայություն ացինք մի քանի հոգի ազատագրվեցին վերջում տատիներից մեկը մոտեցավ ասեց Հովիվ ջան, այդ ինչ մեղք է, կարող է ես էլ ունեմ, չգիտեմ, ասի տատի դու մոռաց, դու հանգիստ չի վերանում։ Հիմա երբեմն տենց է լինում, երբ որ մի բանից խոսում ես, այն մնացած ասում եմ, նա ով դրա մեջ է, ուղեղ հատ գլուշկա է անում, կասկեն գլխին է նստում, մնացած ասում եմ կարող մենք էլ ենք, հա։ Դրա համար երբեմն արժի անհատական հանդիմանել մարդու։ Երբեմն երբ որ եկեղեցին անում չեն կող եկեղեցուն շատ լավ շատ շեղվենք թեմայից բայց լրիվ քո հետ համաձայն եմ ու այս բաների հետևանքով քանի որ ես հորս չեմ ճանաչում ճիշտ ես պատկերացնում եմ դաժան դատավոր բայց ինքը սիրող հայր է դուք ասես ինքը դատավոր է իհարկե դատավոր է ում համար իմ թե աշխարհի իմ համար հայրը պատկերացրա երկու աղբեր ենք մի տանն ենք ապրում մեր պապան դատավոր է մեր պապան մեր համար պապա է թե դատավոր Պապա ում համար է դատավոր ում դատելու է օտարի համար է դատավոր ով գնալու է դատարան Աստծո խոսքը ասում է որ Աստծո զավակը փրկության դատաստանի առաջ չի կանգնելու Մենք կանգնելու ենք վարձատրության դատաստանի առաջ, ոչ թե դատապարտության դատաստանի առաջ։ Հիմա սա չի նշանակում, որ մենք ինչ ուզում ենք կարանք անենք, այս վերջերս մի բան եմ լսել, ընկերներից մեկը ասեց, ասում է լսել եմ, որ քո մասին ասում են դու շնորհք ես քարոզում, դու ասում ես փրկված եք, ինչ ուզում եք կարանք անենք։ Ամենաթողություն։ Ասում եմ դու ինչ որ մեկը Ես չգիտեմ էդի ով ասել Աբրահամ ջան բայց ամենայն դեպս ամենայն հարգանքով որտեվ ասող Աստծո մարդ կլինի Աստծո ծառա կլինի ես երբևէ այդպիսի արտահայտություն չեմ արել ու դա եւ սուտ է եւ բամբասանք է եւ չարախոսություն է դժվարպարտություն գիտես կա հոգեվոր դիսլեքսիա Դիսլեքսիան գիտես ինչա երբ որ դու տառերը նայում ես չես կարող կարդաս ինքը 3 ձևի է դրսևորում առաջինը տառերը նայում ես խժբժում է չես կարող կարդաս երկրորդը դու լսում ես բայց չես լսում այն մարդիկ ովքեր ունեն հոգևոր դիսլեքսիա հիմնականում կրոնավոր մարդիկ ովքեր աստծուն կրոնական են պատկերացնում իրանք ունեն հոգևոր դիսլեքսիա ինքը սենց է արտահայտվում դու ասում ես մի բան Ես ուրիշ բան եմ հասկանում։ Ես ասում եմ մի բան, ինքը ուրիշ բան է հասկանում։ Հարցն է, որ չենք փորձում հասկանալ։ Իհարկե։ Չենք փորձում ընկալել, թե ասացի բովանդակությունը ինչու է կան, բառերից են կախվում, տեքստերից են կախվում։ Հա, բայց չէ՞ որ երբ որ ես ծառայում եմ Աստծուն, ինչն է իմ ուզածը, որ այն մարդիկ, ովքեր լսում են, իրանք լինեն ավելի լավը, քան երեք։ Եթե լսողը պիտի լինի ավելի վատը քան երեք, մի ընկեր ունեմ Արտուր Մուսայելյան, ասում է, եթե մեկը քո հետ հանդիպում է, հետո ուզում է գնա մեռնի, ուրեմն մի բան քո հետ են չի։ Քո հետ հանդիպողը պիտի ուզենա կամ էլ չի ուզում Չի ուզում, որտեվ անցած հանդիպմանը ուզում էր գնալ մեռնել։ Իմ ասածը էս է, որ մենք պիտի եւ ճիշտ հասկանանք Աստծո խոսքը եւ մեզ եւ Աստծուն։ Ու մենք պիտի հասկանանք, որ Աստծո կամքն է, որ իր ժողովուրդը ապրի ազատ ու սուրբ։ Մենք չենք կարող առյուծին գցենք վանդակի մեջ, ահա ասենք առյուծը։ Ինչ դու հիմի ազատությունն ես, ինչ ուզում ես կարաս անես։ Այդտեղ ազատությունը չի դրսևորվում։ Ես երբեմն մարդկանց հարց եմ տալի, ասենք ասում եմ պատկերացրե մի վաղը դժոխք չկա։ Հենց վաղը, օրինակ, չկա դժոխք։
Դու ինչ կանես։ Կգնամ մեղ կգործեմ։ Օ, դու խնդիր ունես, դու լուրջ խնդիր ունես։ Դու դժոխքից ես վախում։ Քո սրբությունը սրբություն չի։ Եղբայր, քույր։ Էգոիզմ կա դրա մեջ, հա, իմ համար լավ լինի, հա, տենց։ Իսկ այն եկեղեցին ես մի օր քեզ հրավիրելու եմ, եթերով խոստանում եմ, սիրով, արի ու քո աչքով տես, այն եկեղեցին Աբրահամ, որը որ չի վախենում դժոխքից ու սուրբ ապրում, այդ քաղցր բանա, այն մարդը, ով ասում է, իմ համար, ոչ թե դժոխք չկա, չէ դժոխք կա, բայց ես Աստծո զավակ եմ, Աստված իր զավակներին դժոխք չի ուղարկում, բավական է դժոխք կա, նավ արդեն իր զավակը չի, չէ՞։ Այդ մենք խոսել ենք, էլ հետ չգնանք։ Ես ազատ եմ, ես սիրում եմ Աստծուն, Աստված սիրում եմ, ու ես չեմ ուզում մեղ գործեմ։ Ես չեմ ուզում մեղքի մեջ ապրեմ։ Ես որոշել եմ սուրբ ապրեմ։ Սա է իրական սրբությունը։ Ոչ թե ես ուզում եմ, բայց վախում եմ, որ գնամ դժոխք։ Սա վտանգավոր է։ Ես մի հատ տարօրինակ բան ասեմ, այս թեմայի մեջ։ Հիմա մի բան եմ ուզում ասեմ, երևի շատ տարօրինակ թվա, բայց վստահ եմ կհասկանաք ինչի մասին է խնդիրը։ Հայրը շատ ճիշտ վերաբերվեց իր տղաների հետ։ Երկուսի հետ են։ Նա չտվայտվեց, նա չընկավ ոտները խնդրեր, տղա ջան գնաց ոտդ քարին կառնի, նա շատ լավ գիտեր, նա իմաստուն հայր է, դու շատ լավ ասիր, որ Աստծո կերպարն է ներկայացնում այնտեղ հայրը, նա գիտեր, որ իր գենը իր տղու մեջ է, նա թույլ տվեց այդ ամենը, որովհետև գիտես, երբ որ դու ասում ես ճանաչել հորսերը, դա հեշտ բան չի, միջև ատելությունը, զրպարտությունը, նվաստությունը, հա, քո կաշվի վրա չզգաս, դու սիրո արժեքը չես հասկանա։ Դա հակակշիռ է։ Մի հատ հարց տամ, շատ խորը բան ես ասում։ Հայրը գիտեր, որ իր գենը երկուսի մեջ էլ կա։ Հարցը նույնականացման հարց էր։ Փոքրն էլ մեծն էլ գենը թեկուզ իրանց մեջ կա, իրանք այս որդիությունը չէին հասկացել։ Հիմի հայրը չգիտեր, որ այդ տա փոքրը ուր անգնելու, ինչ անելու, գիտեր, հաստատ գիտեր, բայց գիտեր, որ հետ է գալու։ Ապրես։ Դա էլ որովհետև մենք սա չենք հնարում կոնտեքստի մեջ, մենք հայրը սպասում է։ Դա նշանակում է, որ ինքը գիտեր, որ գալու է։ Այսինքն, նույնիսկ եթե քիթը կխփի գետնին, կուտի խոզերի կերակուր, կուզենա ուտի, հիմի կերելա, թե չէ չգիտեն։ Քիթը կխփի գետնին, բայց կհասկանա վերջի վերջո ինքը ով է, թո հասկանա հետ գա։ Իսկ մեծը տունը տան մեջ գործում էր, բայց էլի մեկա չէր հասկանում ինքը ով է։ Այսինքն Աստված չի վախենում դրանից, կարևորը իմ տղեն հասկանա ով է, ինքը հետ գա։ Կարևորը ինքը իրան նույնականացնի իմ գենի հետ։ Գա, ես կվերականգնեմ իրան։ Ոչ թե վերականգնեց, այլ ավելին քան վերականգ, ստատուս տվեց, որովհետև մատանի դրեց մատին։ Նոր հագուս սա նշանակում է, որ ինքը դարձավ հոր պարտնյորը։ Որովհետև խոսքից դա ենք հասկանում, այսինքն դու անցար այդ ճանապարհը։ Դու այլևս երբեք չես գնա այդ ճանապարհով, հասկացար քո հորսերը, սրանք սա ինստիտուցիոնալ, ուրեմն մի բան էլ ուզում եմ նկատենք, ինքն իրեն եկավ, էսի շատ լուրջ բանն է, թեմա է, ինքն իրեն, մենք շատ ենք սիրում մեզնից դուրս գնալ, բայց մենք մեզ գալը, հենց այդ ինքն իրան գալը, ինքը հասկացավ ինքը ով է, ինքը հաշվի նստեց իր գենի հետ ու միանգամից հիշեց հորտունը։ Իմ գենը, իմ նույնականացումը նոր արարածի հետ ինձ բերելու է հորտուն։ Շատերը այսօր
Ասում են, հա մենք սիրում ենք ասում, բայց հորտան հետ գործ չունեն, հորտան մեջ գործ չունեն։ Երբեմն անգամ այսպեսի չգիտեմ, որ վերադառնամ հայրը կընդունի ինձ թե չէ։ Կասկածներ։ Կընդունի, ժողովուրդ կընդունի։ Ինքը սիրող հայրը։ Եվ երբ որ հետ ես գալի ու ասում ես այս խոսքերը, ինչ լավ էր, որ ես այդ ճանապարհով գնալով հասկացա իմ հորսերը։ Գիտես, փառք Տիրոջը դրա համար, չգիտեմ, կնկալեք ինչ եմ ուզում ասեմ։ Փառք Տիրոջը, որ ինքը ընկա։ Դա Տիրոջ գրչի գրած պատմություն էր իր համար, որ իր որդին իրան գտնի, որտեվ ինքն իրան գալով նշանակում է ինքը իրան կորցրել էր, ու արդեն իրան գտած էր, էլ ինքը իրան չի կորցրել։ Իհարկե։ Ինքը իրան գտել է։ Որտեվ լույսը չգիտենք, գիտես, երբ որ դու միշտ լույս ես տեսել, ծնվելիս ու միշտ լույս ես տեսել, դու չես տեսել գիշերը։ Համաձայնվի ինձ հետ, որ քո համար լույսը այլևս արժեք չի ունենում։ Քեզ թվում է այդտենց էլ պետքա լինի, ուրիշ ինչ, բայց Աստված ստեղծել է գիշեր եւ ցերեկ։ Մեղք եւ սրբություն։ Մեղքը չի ստեղծել, սրբությունը ստեղծել, առանց սրբության մեղքն է դառնում։ Այսինքն եթե մեղքը չճաշակես, դու չես հասկանա սրբության արժեքը, այդ իմաստով։ Հա, հասկանում եմ, ցերեկը ստեղծել է առանց լույս խավարը։ Չար, բարի եւ շատ այսպեսի երկբևեռ երևույթներ է ստեղծել Տերը։ Սա բարի եւ չարի գիտության ծառն է, որի արդյունքում մարդը սկսում է այդ կշիռները հասկանալ, հակակշիռները հասկանալով սիրի լույսը, սիրի բարին, սիրի սրբությունը, ընտրի այդ եւ ընտրի դա։ Սա զարմանալի հետաքրքիր բան է։ Կներես մի քիչ շատ խոսացի, բայց հավես է։ Լավն է, խորն է։ Հիմա գանք ոնց որ եզրափակենք, սպառվում է 5 րոպե։ Եզրափակենք, սիրելիներս։ Ով է գրում քո կյանքը, ում ձեռքում է քո կյանքի գրիչը։ Հռոմեացիներ 12:1 ասում է, աղաչում եմ ձեզ եղբայրներ, որ ձեր մարմինները ընծայեք որպես կենդանի զոհ, սուրբ, Աստծուն հաճելի, որ նա ձեր բանավոր պաշտոնը։ Մենք ամեն մեկս մի օր մեզ ընծայել ենք որպես զոհ Աստծուն, երբ որ Տիրոջը ընդունել ենք որպես Տեր ու Փրկիչ։ Բայց մենք կենդանի զոհ ենք։ Կենդանի զոհ նշանակում է դու մեկ կարաս վեր կենաս ու զոհազեղանից իջնես։ Ստեղ հարցը փրկության ու փրկություն կորցնելու մասին չի, ստեղ հարցը գիտեք ինչի մասին է։ Լինելով փրկված ես եմ պլանավորում իմ կյանքը, թե լինելով փրկված ես ասում եմ Տեր դու պլանավորի իմ կյանքը։ Հա, ես փրկված եմ։ Անառակ որդին ես դա արեց։ Ինքը պլանավորեց, հետո վերջում եկավ ու գրիչը Եվ գրիչը հանձնեց հոր ձեռքի, կյանքի գրիչ։ Երբ որ անառակ որդին ասեց դուր իմ ունեցվածքը ես գնամ, ինքը հորից վերցրեց իր գրիչը, ասեց ես կգրեմ իմ կյանքը։ Ցավոք սրտի մեծ եղբայրը իր գրիչը իր ձեռքում ինքն էր գրում այդ կյանքը, ինքը տենց էլ չհասկացավ, որ այդ մի այծը որ կարար վերցներ, ուղղակի կարար վերցներ, որտեվ դա իրանն էր։ Ինքը չէր ֆայմում այդ գրեր։ Իսկ անառակ որդին եկավ միտեղ, որ հասկացավ, ես իմ կյանքը լավ չեմ գրել։ Կարող է հետ տամ։ Այստեղ հարցը ոչ թե փրկության կորցնելու կամ չկորցնելու հարց է, սիրելիներս։ Այստեղ հարցը էս է, ուզում եմ պարզ ասեմ, որ դուք հասկանաք։ Դու ես պլանավորում քո կյանքը, Աստծուն ասում ես որպես հայր օրհնի, թե ինքն է պլանավորում քո կյանքը ու դու քայլում ես այդ օրհնության մեջ, սրանք երկու տարբեր բաներ են։ Երկու տարբեր մտածելակերպ է։ Հայր ես վստահում եմ իմ կյանքը, իմ ապագան քեզ, ես իմ կյանքի գրիչը տալիս եմ քեզ, տար ինձ, դու ասա, դու առաջնորդիր իմ կյանքի կարևոր որոշումների մեջ, ես ուզում եմ որ դու գրես, ես վստահում եմ քեզ, որ երբ որ իմ կյանքի գրիչը քո ձեռքերի մեջ է, քանի որ դու գիտես ապագան
Դու գրում ես այն ինչ որ բարի հաճելի ու կատարյալ, որտեղ իր կամքը մեր համար եւ իր համար բարի հաճելի կատարյալ։ Բայց երբեմն մենք վերցնում ենք կյանքի գրիչը մեր ձեռք ու սկսում ենք մենք գրել, տենց ձեռա տալի մեզ։ Այս աշխատանքը ինձ ձեռա տալիս, կներեք։ Ոչ չէ։ Այս ինձ ձեռա տալիս, սենց հարմար է։ Ճիշտ է։ Շահավետ է։ Թվում է։ Նայեք Պետրոսին ու կավարտենք, Պետրոսով կավարտենք։ Համարձակ Պետրոսը Հիսուս էլ նավակի մեջ քարոզում է, Պետրոսի բիզնեսը բարգավաճում է, հա, երկու մեծ ցանց, երկու մեծ նավձուկ են բռնում ու Հիսուսը կանչում է Պետրոսին։ Ու Պետրոսը Երբ որ ընտրվում է առաքյալ, իր կյանքի գրիչը տալիս է Հիսուսին։ Հետո եկել է Պետրոսը, որ ասում է, ես քեզ չեմ թողի, քո հետ կլինեմ, իր կյանքի գրիչը Հիսուսից վերցնում է ու գրում է, դե լավ ուրացի, ուրանում է։ Հետո դառնագին լացում է, բայց իր կյանքի գրիչը հլի իր ձեռքերի մեջ է։ Հետո Հիսուսը մահանում է, ասում է գնանք ձգի տղերք, ցուկ բռնենք իր կյանքի գրիչը հլի իր ձեռքերի մեջ է։ Հիսուսը հանդիպում է աշակերտներին, ոչինչ չեն բռնել։ Խորոված արած ձկով նստած, ասում է եկեք հաց կերեք տղերք։ Պետրոսին կանչում է, ասում է Պետրոս, սիրում ես ինձ։ Ասում է հա։ Ես ուզում եմ այս կոնտեքստի մեջ լսեք ես։ Այս խոսակցությունը այսպես չի եղել, բայց եւ այսպես եղել է։ Ասում է կյանքիդ գրիչը տուր ինձ։ Պետրոս սիրում ես ինձ։ Հա Տեր սիրում եմ, դու գիտես։ Դու ինձնից հետ ես վերցրել քո կյանքի գրիչը, տուր ինձ քո կյանքի գրիչը։ Երբ որ երրորդ անգամ Պետրոսը տալիս է իր կյանքի գրիչը Հիսուսին, ասում է Տեր դու գրի իմ կյանքը, դու գրի իմ կյանքը, ասում է արածեցրու իմ գառները մեկ, երկրորդը կգնաս ընդեղ, որտեղ որ չես ուզի կանես, ու մենք դրանից հետո էլ չենք տեսնում, որ Պետրոսը հետ է վերցնում իր կյանքի գրիչը, այն Պետրոսը, որ ուրացավ Հիսուսին, պատրաստ է խաչվի, բայց արժանի չի համարում իրան, որ խաչվի իր տիրոջ պես, ասում է գլխի վայր։ Այն Պողոսը, որ իր կյանքի գրիչը տվեց Հիսուսին, պատրաստ է գլխատվի։ Այն Հովանեսը, որ իր կյանքի գրիչը տվեց Հիսուսին, ձութի մեջ են գցում եռացող չի մահանում։ Ում ձեռքում է քո կյանքի գրիչը սիրելի քույր եղբայր, ով է գրում քո կյանքը, դու գրում ես, Աստծուն ասում ես օրհնի, թե տալիս ես իրան։ Ես ուզում եմ այսօր կոչ անեմ ամեն մեկիդ, անկախ նրանից ուր եք հասել, անկախ նրանից ինչ է կատարվում ձեր կյանքում, այսօր լավ հնարավորություն է, որպեսզի ձեր կյանքի գրիչը տաք Աստծուն։ Ամեն։ Ասեք Տեր դու գրի, ես վստահում եմ քեզ, դու սիրող հայր ես, դու հոգատար հայր ես։ Մի նայեք ձեր կյանքի այն վերքերին, որոնք որ ձեզ խանգարում են, որ վստահեք, միգուցե դուք երբեք չեք կարողացել վստահեք ձեր հորը, որտեվ ամեն անգամ ինքը խոսք է տվել ու չի պահել իր խոսքը, Աստված այդպեսին չի, վստահի Աստծուն քո կյանքի գրիչը։ Ամեն։ Կանք հաղորդենք հոգան։ Սիրով։ Ուզում եմ առաջնորդեմ ձեզ աղոթքի սիրելիներս, անկախ նրանից ինչ վայրում եք դուք, ինչ տեղից եք լսում, ուզում եմ միասին աղոթք անենք, օգնեմ ձեզ, աղոթեմ, որպեսզի ձեր կյանքի գրիչը տաք Աստծուն, եթե առաջի անգամ եք լսում ու չունեք Հիսուսին ձեր կյանքի մեջ, սա լավ հնարավորություն է, որպեսզի ձեր կյանքը տաք Հիսուսին։ Իսկ եթե քրիստոնյա եք, Աստծու զավակ եք, ծառայող եք, սա լավ հնարավորություն է, որ վերանայեք ձեր կյանքը ու թույլ տաք, դուք ասես թույլ պիտի տամ, այո, պիտի թույլ տաս, որ Տերը գործի քո կյանքում։ Ամեն։ Եկեք իրար հետ աղոթք անենք։ Հայր, շնորհակալ եմ քեզ
Այն բոլոր մարդկանց համար, ովքեր լսում են այս ուղերձը, Տեր, շնորհակալ եմ քեզ այն մարդկանց համար, ովքեր որոշեցին իրենց կյանքի գրիչը տան քեզ, Հայր։ Մենք վստահում ենք քեզ, սիրելի Հայր, սիրող Հայր։ Մենք վստահում ենք, որ երբ որ դու ես գրում մեր կյանքը, դա ավելի գեղեցիկ է, քո ձեռագիրը ավելի գեղեցիկ է, քան մերը։ Ու մենք վստահում ենք քեզ մեր կյանքի գրիչը, Հայր։ Մենք ասում ենք դու գրի մեր կյանքը։ Մենք հոգնել ենք, մենք գրենք, սխալվենք, ջնջենք, նորից գրենք։ Մենք ուզում ենք դու գրես, Տեր։ Ու եթե մինչև հիմա ես եմ գրել իմ կյանքը, Տեր, ես քեզանից վերցնում եմ իմ կյանքի գրիչը, խնդրում եմ ներիր ինձ, Տեր։ Ես հետ եմ տալիս քեզ իմ կյանքի գրիչը։ Անկախ նրանից ինձ ինչն է հարմար ու ինչը հարմար չի, ես ուզում եմ քո կամքը իմ կյանքի մեջ, քո կատարյալ կամքը, դու գրիր իմ կյանքը, դու առաջնորդիր ինձ, ու ես գամ քո հետևից, դու ես Տերը, ես ծառան եմ, ես չեմ ուզում, ես թելադրեմ, դու անես, ես ուզում եմ դու թելադրես, ես հետևեմ քեզ ու ես անեմ։ Ու թող փառավորվի Հայր քո անուն ամեն մեկի կյանքի մեջ, գրիր մեր կյանքերը, Հայաստանի Քրիստոսի մարմինը, եկեղեցին, աղաչում եմ քեզ, Տեր, գրիր ամեն մեկի կյանքը, Տեր, գրիր ամեն հովվի կյանքը, Տեր, մենք օրհնում ենք ամեն եկեղեցի, ամեն միաբանություն, ամեն միություն, Հիսուսի փառավոր անով, գրի ամեն եպիսկոպոսի կյանք, գրի ամեն հովվի կյանք, գրի ամեն ծառայողի կյանք, Տեր, քո ձեռքերի մեջ են քանձնում ամեն մեկին, գրի քո եկեղեցու կյանքը, ու գեղեցիկ գրի Տերի մարքա, երբ որ դու ես գրում, մեր կյանքը գեղեցիկ ու սպիտակ է, կան դժվարություններ, բայց դու ես գրել ու մենք քո հետ ենք անցնում, երբ որ մենք ենք գրում, Տեր, մենք խզբզում ենք, մենք խզբզում ենք, սիրելիներս, մենք գրել չգիտենք, մենք խզբզում ենք, մենք բժշկի ձեռագրով ենք գրում, իսկ իր ձեռագիրը գեղեցիկ է։ Աստծու գրած մի բառը դա մի ապագա է։ Հիշեք Աստծու մատը, որ գրեց ման է, ինքը մի երկար բան, հասկանում ես։ Թողեք, թող Տերը գրի ձեր կյանքը։ Հիսուսի անունով, ամեն։ Ամեն։ Անկեղծ ասած մտքիս կար վերջում ասել մենք չենք գրում, մենք խզբզում ենք, էլ ասեցիր ու շատ ճիշտ է, մենք խզբզում ենք։ Իրականում, երբ որ համեմատում ես քո գրած կյանքը եւ Աստծո ձեռքով գրվածը, խզբզոց բան չես, տեղում ֆորում ես։ Մենք բժշկի ձեռագրով ենք, չէ՞ գրում։ Իսրայելը գրեց իր կյանքը 40 տարի նույն տեղը։ Էդ էլի, տեղում ֆորում է խզբզոցը։ Խամյակը գիտես, որ վազում է։ Տեղ չի ասում։ Ու քրտնում է բան, երբեմն մենք էլ ենք տենց են բեկավ։ Ու իրան թվում է թե լիքը գործ է։ Անում է, բայց տեղ չի ասում։ Ինքն է խզբզել։ Հեմինգուեյը շատ լավ խոսք ունի, ասում է ամեն շարժում չի որ գործողություն է։ Հա կամ ինչ-որ տեղա տանում։ Հա, էլի։ Հա։ Շնորհակալ եմ եղբայր Տերոսնի Վարազդատ ջան եւ այսօր շատ կարեւոր եւ գիտես ինչ, արի շատ հեռու չգնանք կյանքիդ բառը օգտագործելով։ Այսօր հիմա օրդ այո, ով է գրում։ Քո օրդ ով է գրում։ Հիմա դու առավոտ արթնացել ես, ես էլ քեզ հետ միասին մեր քույր եղբայրները գրիչը մեր ձեռնա թե տիրոջ օրվա։ Արի ասենք օրվա։ Այո։ Հա? Օրվա քո գրած ծրագիրը խզբզոցա։ Ստեյց ընկնում ենք, ընդեղ ենք, հելնում ենք, այս փոսից են նատուրիշ փոս ենք ընկնում, չէ։ Կյանքներս հանձնում ենք ինչ-որ կույր մեկին, որ ինքը մեզ առաջնորդի։ Դա էլ է խզբզոց։ Բայց հարցիպես այդ կույրին վստահում ենք։ Էտա ամենատեսին չեն վստահում։ Կույրը կույրին առաջնորդի, երկուսն խզբզոց են անում։ Փոս են ընկնում։ Իսկ եթե մենք օրը սկսել ենք Տիրոջ խոսքով, հա, եւ վստահում ենք Աստծո խոսքին, անկախ նրանից մեր ուզածով է թե չէ, վստահ ենք, որ նրա կամքը բարի է, ուրեմն օրդ դու հանձնել ես Տիրոջ ձեռքին, որը Տիրոջ ձեռքին, Աստծո խոսքի հիմքի վրա, եւ նա քեզ առաջնորդում է հաջողությունը 100-ից 100-ը, ոչ մի տոկոս պակաս։
Սա հասկացանք մենք։ Տեր օգնի եղբայրս, շնորհակալ եմ։ Ես եմ։ Նորից կհանդիպենք Տերով անպայման։ Սելի քուրեր եղբայրներ, երկու շաբթի օր է այսօր, օրը սկիզբով սկսեցինք Աստծո խոսքով եւ ամբողջ շաբաթը Աստծո խոսքով պետքա առաջնորդվենք եւ ամբողջ ամիսը, ամբողջ տարին եւ մեր ընթացքը եւ դա Տերը խոստում ունի դուք աստղերի պես փայլելու եք վաու դա շատ ուժեղ բան է Տերը օրհնի ձեզ մնացեք խաղաղությամբ Մարանաթա Տերը շուտով գալու է ասա ամեն Ամեն բախի չես ասում Վախ Սիրում եք ձեզ շատ բախելալ բաչիկա Լավ էր, Փառք Հիսուսին։ Շատ լավ էր։